Վենսը ասաց, Վենսը կարևորեց, Վենսը ընդգծեց եւ այսպես շարունակ։ Արդեն 2 օր հայկական տեղեկատվական դաշտի գլխավոր հերոսը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն է, ու դա ինչ որտեղ նաեւ ընկալելի ու հասկանալի է։ Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ։ Միասին ամփոփելու ենք անցնող օրը ու չզարմանաք, խոսելու ենք Վենսի այցի մասին Հայաստան։ Այցը իսկապես կարևոր էր, J.D. Վենսն էլ Թրամփի ներկայությամբ մասովկայի մասնակից չէ, այլ ծանրակշիռ գործիչ, ում խոսքը բավական լուրջ է ընդունվում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև նրա սահմաններից շատ հեռու միջազգային հարաբերություններում։ Եվ այսպես, օրը նվիրում ենք J.D. Վենսի այցին Հայաստան։ Օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահին դիմավորել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բայց որքան էլ զարմանալի թվա, այստեղ գլխավոր հերոսը ոչ Վենսն էր, ոչ էլ Ալեն Սիմոնյանը։ Հերոսներն ակամա դարձան Վենսի երեխաները, որոնք շտապում էին րոպե առաջ օդանավից դուրս գալ։ Շատ չանցած դիմավորման հաջորդ արարողությունները արդեն վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը մեքենայի մոտ է դիմավորել ԱՄՆ փոխնախագահին պաշտոնական հանդիպումներից առաջ։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբարձր մակարդակով այցելությունն է Հայաստան։ Նախկինում Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ պետքարտուղարները Հիլարի Քլինտոնը, Ջեյմս Բեյքերը, ինչպես նաև Նենսի Փելոսին որպես ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Տարածաշրջան ժամանած ամերիկյան ամենաբարձր պաշտոնյան եղել է 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։ 2005 թվականին նա այցելել է Վրաստան։ Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված արդեն պատվիրակությունների կազմով հանդիպումը։ Փաշինյանը վերահաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ցանկանում է խաղաղ ու բաց տարածաշրջան տեսնել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գնահատմամբ արդեն մոտ ենք մի կետի, որից այն կողմ խաղաղության գործընթացը կդառնա անշրջելի։ Հարգելի պարոն փոխնախագահ, ողջունում եմ ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետեւ դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք եւ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելում է Հայաստանի Հանրապետություն, եւ սա կարծում եմ, որ ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին եւ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում, եւ ես ուզում եմ այսօր առիթ ունեցա արդեն ձեզ ասել, ընդգծել 1 տարի առաջ Սպիտակ տանը ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը ինչպես հետագան պիտի ցույց տար, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար, եւ ես ուզում եմ իմ շնորհակալությունը արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին եւ ձեզ նախորդ տարի օգոստոսին գագաթաժողով կազմակերպելու, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Եվ մեր տպավորությունը այն է, եւ ես առիթ ունեցա արդեն կիսելու, օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում։ Մեր տպավորությունն այն է, որ այդ խաղաղությունը, ինչպես կարելի ասել, արդեն շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի եւ Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը TRIP նախագիծը իրականացնել համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, այսինքն 2 կառավարությունների միջև ընդունվեց, եւ մեր օրակարգը շատ հարուստ է եւ կրկին ողջունում եմ ձեզ, բարով եկեք Հայաստանի Հանրապետություն, եւ այսօր իհարկե մենք քննարկելու
քննարկելու շատ բան ունենք եւ շատ կարեւոր է, որ այդ քննարկումները իրենք ամբողջությամբ դրական օրակարգ են եւ այս դրական օրակարգը ամբողջությամբ արտահայտում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության ընդգրկումը եւ իմաստը։ Շնորհակալ եմ շատ։ Վենսը ներկայացրել է Վաշինգտոնի պատկերացումը ներկա իրավիճակում Հայաստանի տարածաշրջանային դերի վերաբերյալ։ Հիմա մի կետում ենք, երբ Հայաստանը կարող է այս տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ լինել, ինչը եւ Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում եւ կանդրադառնա ԱՄՆ ժողովրդի վրա, ասել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Շնորհակալություն պարոն վարչապետ, շնորհակալություն բոլոր հավաքված պատվիրակությունից, դուք ունեք հոյակապ թիմ։ Մենք բոլոր հարցերը ցավոք սրտի երկկողմ հանդիպման ժամանակ լուծեցինք, այնպես որ թիմերը կարիք չունեն աշխատելու։ Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը ձեր ազգին, ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանը իրոք եղել է գործընկեր եւ շատ շնորհակալություն ենք անձնական ընկերության եւ համագործակցության գործընկերության համար շատ բան կա քննարկելու մեր հաջորդ իրադարձությանը, որ հեսա շուտով պետք է ունենանք, հայտարարությունները կանենք, այնպես որ չկրկնօրինակնեմ, ասեմ, որ սա շատ հիասքանչի երկիր է, շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության, ոչ միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքի, սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, եւ ես շատ շնորհակալ եմ եւ ձեզ եւ ձեր վարչակազմին, եւ ես իրոք հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն խաղաղություն անվերադարձ հաստատել, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը ծառայի որպես մի այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը որ կբերի նաև եւ Հայաստանի ժողովրդի համար բարգավաճում, ինչը որ նաև կփոխանցվի ԱՄՆ ժողովրդի վրա։ Լավ, եկեք անցնենք առաջ, ինչպես ասացի, ես շատ ուրախ եմ, ինձ համար պատիվ է առաջի փոխնախագահան լինելու, որ Հայաստան ժամանեց։ Առանձնազրույցից եւ ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, մանրամասներ ներկայացնելով արդեն քննարկված թեմաների վերաբերյալ։ Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում եւ Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել սույն թվականի հունվարի 22-ին Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։ Ուզում եմ նաև նշել, որ ստացել եմ եւ սիրով ընդունել եմ նախագահ Տրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Իսկ փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Տրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարևորությունը, համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված TRIP ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենդներից ունենալու է նաև տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում արհեստական բանականության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։
Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև կիսաղորդիչների եւ արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբականակի արտանման թույլտվությունների տրամադրումը։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ եւ թափանցիկ համագործակցությունը թույլ կտա ել ավելի զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը։ Բացի դա, փոխնախագահ Վենսի հետ այսօր ստորագրեցինք քիչ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին 123 կոչվող համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը։ Այս համաձայնագիրը նորեջ կբացի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար եւ պատրաստակամություն եմ հայտնել ել ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների եւ հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման եւ մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։ Բնականաբար անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը, մասնավորապես Հայաստանի պետական կառույցների հզորացման եւ նրանց կարողությունների զարգացման հարցերին։ Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև Խաղաղության խաչմերուկ ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Երկուստեղ ընդգծել ենք, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ, եւ պատրաստակամություն ենք հայտնել ել ավելի զարգացնել դրանք իշահ մեր ժողովուրդների։ Մեծարգո, պարոն փոխնախագահ, ցանկանում եմ վերստին ողջունել ձեզ, ձեր տիկնոջը, հարգելի Ուշա Վենսին եւ ձեր գեղեցիկ ընտանիքին, ձեզ ասում եմ բարի գալուստ Հայաստան եւ մեր շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կուռ կապերը ել ավելի զարգացնելու ձեր պատրաստակամության եւ անձնական ներդրման համար։ Շնորհակալ եմ։ Նախագահ Թրամփը ուղարկում է անձամբ ձեզ եւ նաեւ Հայաստանի ժողովրդին անձնական բարևները։ Նախագահ Թրամփը եւ վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են ասել։ Խաղաղությունը չի կերտվում զգուշ մարդկանց կողմից, խաղաղությունը անցյալում չի կերտվում, խաղաղությունը կերտվում է ապագայում։ Եվ քանի որ վարչապետը այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել իմ հետ աշխատելով եւ նախագահի հետ աշխատելով, մենք ոչ միայն խաղաղություն ենք Հայաստանի համար կերտում միասին, այլ նաև բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք որ առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների
գործակցության համար, գործընկերության համար։ Ես ուզում եմ մի քանի բան հայտարարեմ, պարոն վարչապետը արդեն դա նշեց, բայց եւս անգամ ընդգծեմ եւ կշարունակ թե ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախ եւ առաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց Nvidia ընկերության համար։ Դա ինչ է նշանակում։ Նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի եւ ընկերությունների համար, այլ նաեւ Հայաստանի։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն կարող լինել։ Հիմա այստեղ կառուցվելու են եւ արդեն կառուցվում են այստեղ Հայաստանում վարչապետի առաջատարության հետևանքով եւ իրոք շատ շնորհակալ ենք վարչապետին եւ Հայաստանի ժողովրդին նաեւ հապարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են 1-2-3 քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում եւ որ սա արդեն հունի մեջ մտնի, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ սա այստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր կրկնում եմ սա այն դեպքն է որ շատ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է վստահ զգում այնքան վստահ որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր եւ ելի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության TRIP պայմանագրի հետ ծանոթ եք որը որ կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան բայց այնուամենայնիվ ասեմ մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի տրանզիտի եւ էներգիայի հոսքի այս տարածաշրջանում եւ աննախադեպ կապ կապահովի Հայաստանի եւ հարևան երկրների միջև սա հոյակապ է եւ ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց սա նաեւ կնպաստի խաղաղության գործընթացին, երբ որ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը եւ այլ, սա նպաստում է մենք խաղաղությունը ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի շատ բան կա հայտարարելու շատ բավականին լի օրակարգ ունենք TRIP հիմնադրամը ինչ է անելու դա նշանակում է որ ահագին մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ որպեսզի այն փոխ շահկապակցություն ստեղծի նաև ես շատ ուրախ էի որ մի երկու րոպե առաջ պարոն վարչապետը նշեց որ այն նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին նախագահ Թրամփը շատ լավ գիտի որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն որ դրա որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի եւ ԱՄՆ-ն ունի եւ հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար եւ մեր լավ բարեկամ վարչապետի եւ մենք համոզված ենք որ այն խաղաղությունը որ պետք է կերտվի կմնա կայուն կլինի դա նշանակում է ապագա հետագա լրացուցիչ աշխատատեղերի բացում լրացուցիչ ներդրումներ թույլ տվեք ասել այնինչ որ այսօր այստեղ կատարվում է սա պատմական նշանակություն ունի ես իրոք հպարտ եմ որ ես Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ որ երբևէ այցելում եմ այս երկիր եւ ես սպասում եմ վաղվա օրվան որ ես մի քիչ կանցկացնեմ այս երկրում սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից պետություններից մեկն է ես ինքս անձամբ քրիստոնյա եմ եւ ես գիտեմ թե այս երկիրը ինչ է նշանակում ամբողջ աշխարհի համար եւ այն կրոնի հավար որ մենք երկուսով դավանում ենք պարոն վարչապետ շատ շնորհակալություն ձեր համագործակցության համար եւ նախագահ Թրամփը եւ ես շատ նվիրված ենք այս համագործակցությունը ամրապնդելու գործում Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում
Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ մանրամասնել է Վենսը, հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլային ռեակտորներին, ընդգծելով ամերիկյան կողմի վստահությունը Հայաստանի նկատմամբ։ Սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այդքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր, նշել է Վենսը։ Ստորագրվում է միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Հայկական կողմից հայտարարությունը ստորագրում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամերիկյան կողմից հայտարարությունը ստորագրում է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance։ Joint statement on the completion of negotiation on an agreement for peaceful nuclear cooperation between the United States of America and the Republic of Armenia is being signed. From the Armenian side, the statement is being signed by His Excellency Mr. Nikol Pashinyan, the Prime Minister of the Republic of Armenia. From the American side, the statement is being signed by the Honorable J.D. Vance, Vice President of the United States. Մոսկվայից արձագանքել են այս զարգացումներին առաջին հերթին թրիփին։ Մոսկվայից հիշեցրել են, որ իրենց թեմայից դուրս չեն համարում։ Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել թրիփ նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, Իզվեստիային ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Թրամփի ուղիղ նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը, հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում, քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն ձևաչափով, հայտարարել է ռուս դիվանագետը։ Ռուս-ամերիկյան միջուկային բախում Հայաստանում։ Բարեբախտաբար այս դեպքում խոսքը խաղաղ միջուկի մասին է, բայց միևնույնն է թեման էլի լուրջ է։ Ռոսատոմը մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում, բնականաբար հաշվի առնելով մեր հայ գործընկերների ցանկությունները, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռոսատոմը մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում, բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Զուգահեռ իրականության մեջ այն փաստաթղթի ստորագրումն էր, որին ականատես եղանք երեկ Երևանում, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Եվս մեկ ձեռքբերում, որի մասին կարծում եմ առաջիկայում ավելի մանրամասն կխոսի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով։ Այս մասին Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը 11 միլիոն դոլարի գնման մասին է, նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավ ձևն այն է, որ
լավագույն ռազմական տեխնոլոգիաները տարածվեն և տեղադրվեն, ասել է Վենսը։ Հայաստանում սպասվող ընտրություններից ամիսներ առաջ ԱՄՆ փոխնախագահը փաստացի և բաց տեքստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին։ Երևանում կայացած հանդիպմանը Վենսն ասել է, թե պետք է գանք մի իրավիճակի, որ վարչապետը ապագայի վրա կարողանա կենտրոնանալ։ Գիտենք, առաջիկայում ընտրություններն են օրակարգում, Փաշինյանը մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղություն հաստատում հաջորդ փուլում։ Մենք պետք է գանք մի իրավիճակի, որ վարչապետը ապագայի վրա կարողանա կենտրոնանալ։ Գիտեք, առաջիկայում ընտրություններն են օրակարգում, բնականաբար դա մի գիշերում չի լինելու, սակայն օգոստոսի 8-ից մինչև օրս արդեն կարողացել ենք առաջընթաց արձանագրել, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Փաստացի, Հայաստանում կայանալիք ընտրություններից ամիսներ առաջ Վաշինգտոնը հայտարարում է, որ Փաշինյանն իր համար, այսպես ասենք, հարմար թեկնածու է Հայաստանում։ Դեռ ավելին, Փաշինյանին նորից հրավիրել են Միացյալ Նահանգներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը մոտ 10 օրից կմեկնի Վաշինգտոն։ Ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փետրվարի 10-ին J.D. Վենսը կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում։ Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին, թող Ամերիկան ու Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի, գրել է Վենսը։ Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից։ Վենսի այցի Արցախյան օրակարգին անդրադառնանք։ Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ, ուր ժամանել էր J.D. Վենսի պատվիրակությունը, մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել Բաքվում բանտարկված ու դատապարտված հայերի նկարներով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ ակցիային մասնակցել են նաև Ապրելու երկիր կուսակցության ղեկավար Մանեթ Անդելյանը, Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հասարակական և քաղաքական այլ գործիչներ։ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսին բաց նամակ է հղել Արցախի ազգային ժողովը։ Նկարագրելով նախընթաց զարգացումները, պատերազմը, Արցախի ժողովրդի զրկանքներն ու Արցախի հայաթափումը, հայտարարության մեջ հույս են հայտնում, որ Վաշինգտոնը հետամուտ կլինի արդարության վերականգնմանը։ Կոչ ենք անում ձեզ անցնել մտահոգության արտահայտություններից և ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը և հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը, ասված է ազգային ժողովի հայտարարության մեջ։ Բաքվում ձերբակալված հայերի մասին խոսք անշուշտ կլինի, այդ մասին հայտարարել է J.D. Վենսը Հայաստանից մեկնելուց առաջ։ Դա անկասկած կքննարկվի, մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե այստեղ վարչապետի և թե Ադրբեջանի նախագահի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը, նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է, հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ, համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք անշուշտ կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե ադրբեջանցիների, թե հայերի հետ, հրաժեշտից առաջ հայտարարել է J.D. Վենսը։ Եվ այսպես Վենսը մեկնեց Բաքու,
կարող ենք պատկերացնել, որ հանդիպումների մի ոչ պակաս շարք էլ ունենալու է Բաքվում։ Չզարմանաք, շատ հավանական է, որ Բաքվում էլ տարբեր հուշարձանների առաջ Վենսը ծաղիկներ կխոնարհի ու ամենայն հավանականությամբ նաև Ալիևին կհրավիրի Վաշինգտոն փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին, այնպես որ այս զարգացումների հաջորդ մասը կտեսնենք արդեն փետրվարի 19-ին եւ դրան հաջորդած օրերին։ Սպասենք հետագա զարգացումներին, իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։